Ազատման հերթական փուլը արձանագրությունը, որ դեպքում կդիտարկեք հենց ապացույց։ Նախ ասեմ, թե ես ճիշտ ասած շատ ուշադիր լսում էի հանրային մեղադրողի ելույթը, շատ տպավորիչ էր իմ հարցազրույցները, իմ ելույթները նաև իր մեկնաբանությամբ, իր գեղեցիկ առողջությամբ լսելը։ Ուրախ եմ, որ ինքը այս առիթը օգտագործեց, այս կարևոր ելույթները ժամանակին, որ հնչել է նաև իր կողմից ներկայացնելու համար, բայց անկեղծ ասած ես ապացույցի հələ չէի ան։ Ես ուշադիր սպասում եմ, ասում եմ, բայց այս ապացույց երբ կլինի, էլի, ապացույց երբ կներկայացնի, բայց տենց է չեղա։ Հիմա տեսնենք, եթե հաջորդ դատական նիստերին ներկայացվի ապացույց, դա էլ հետաքրքիր, ինձ էլ է հետաքրքիր, թե ասենք թե այս գործով իրանց ապացույցները որն է, բայց ապացույց չկար, ասենք Էդգար Ղազարյանը, ենթադրենք Լուսինե Հայրապետյանին տվել է հարցազրույց, ես գիտեմ, որ այդ հարցազրույցը տվել եմ, այնտեղ այդ հարցազրույցը մինչև հիմա հասանելի է, դրա ապացույցը որն է։ Ինքը կարծում է, որ հանրային մեղադրողը պետք է ապացուցեր, թե այդ հնչեցված տեսակետները ինչքանով է համարվում արատավորող տեղեկություն ՍԴ դատավորի վերաբերյալ։ Իսկ դա որպեսզի լինի արատավորող տեղեկությունը, դատավորը պետք է գասի, որ դա իր վերաբերյալ արատավորող տեղեկությունն է։ Դատավորներն էլ ոչ հաղորդում են տվել անցյալ գործի մասին, ոչ վկա են ներգրաված այս գործում, որևէ տեսակետ չեն արել, այսինքն իրենք չեն ընդունում, որ սա իրենց մասին, որ այդ հնչեցվածը իրենց վերաբերյալ արատավորող տեղեկություն է կամ մեղադրանք չնայած քրեական օրենսգրքի այդ հոդվածը, որից ներկայացվել է նման ձևակերպում չունի, բայց ասում է դատարանին, դատական իշխանությանը արատավորելու նրա հեղինակությունը վնասելու վերաբերյալ, իսկ պետք է ապացուցվի, որ դատական իշխանության հեղինակությունը արատավորվել է, վնասվել է, ինչ-որ մի ձևի չափել է, իսկ պիտի ապացուցվի, որ իմ խոսքը դեռ վնաս ունեցել է, դե տես կարելի է ցանկացած խոսք ասել, դե գիտես ինչ, դու դատավորին թարս նայեցիր, կամ ասես մի հատ կարծիք ես ասել, արատավորեցիր դատական իշխանությունը, տես խո ասելով չի, պիտի ապացուցես ոնց է արատավորվել, ինչ ձևով է արտահայտվել այդ արատ, այսինքն ես դեռ անհամբեր սպասում եմ ապացույցների, ոչ թե իմ ելույթները նորից վերստին հնչեցնելու, հիմա մենք հաջորդ նիստին ոնց որ պիտի նաև այդ տեսանյութերը լսենք, դա էլ շատ հրաշալի հնարավորություն է, բայց որտեղ դատական նիստին այլ քաղաքացիները մասնակցում կարող է չեն լսել, լավ կլինի որ լսեն, բայց հետաքրքիր է ապացույցներին երբ ենք հասնելու։ Պարոն Ղազարյան, ապացույցների մասին, աշխատակազմի ղեկավարի նամակում տեղ են գտել այդ լինկերը, հղումները, իսկ արդյոք հենց ձեր նկատառման համահունչ տեղ գտել են օրինակ, որ դատավորը ինչքան է վնաս կրել, ինչքան են այդ դատավորի շահերը վնաս կրել, չափելիություն, օրինակ կամ որ դատավորի համար է ավելի արատավորելի եղել տեղեկությունը։ Նման բաներ գոյություն չունի, բայց հետո սահմանադրական դատանի մասին օրենքն ասում է, որ դատավորը երբ որ իր մասնագիտական գործունեության հետ կապված խոչընդոտների, իր գործունեության արատավորող տեղեկությունների է հանդիպում, ինքը պետքա դիմի իրավապահ մարմիններին եւ սահմանադրական դատանին։ Չէ, ինքը չի կարա միջնորդավորված դիմի, որովհետև իրավասու մարմիններ չկան, ինքը ուղիղ պետքա դիմի, օրենքը նախատեսում է ուղիղ դիմում։ Իսկ սահմանադրական դատանի ոչ մի դատավորի ին ոչ մի հրապարակային խոսք անհանգստություն չի պատճառել։ Այդ անհանգստությունը պատճառվել է միայն սահմանադրական դատանի աշխատակազմի ղեկավարին, որը պարզում է ինքն էլ պասիվ է, եկավ դատանում ասաց, որ ինքը պասիվ է եւ կան ակտիվ նկատի ունեմ սոցիալական կայքերում, այսինքն ինքը անձամբ չի դա հետազոտել, ասած ինչ որ սահմանադրական դատանի աշխատակիցներ են եղել, ակտիվները, բայց ասենք սահմանադրական դատանի աշխատակազմի աշխատակիցները քաղծառայողներ են, նրանք ունեն պաշտոնի անձնագիր, պիտի անեն մենակ այն ինչ որ իրենց պաշտոնի անձնագրով է, հետո է համակարգի այդ աշխատանքներին չեն, ընդ որում, եթե նկատեցիք, պատվարժան պաշտպանը դա նկատեց եւ բարձրաձայնեց, որ բոլոր հղումները գնում են Էդգար Ղազարյանի Facebook-յան օգտահաշվից, այսինքն ոչ թե սահմանադրական դատանի մասին ընդհանուր վերջին շրջանում տեղեկությունը, դա գրեն նամակի մեջ, բայց բոլոր հղումները գնացել էին Էդգար Ղազարյանի Facebook-յան օգտահաշվից, այսինքն ակնհայտ էր ինձ նկատմամբ թիրախավորման փաստը, բայց նորից եմ կրկնում, առայժմ դեռ հանրային մեղադրողը ապացույցներ չի ներկայացրել, մենք շատ մեծ ուշադրությամբ կհետևենք, տեսնենք թե ի վերջո ապացույց գոնե կլինի, թե չէ, եթե չլինի, իհարկե ավելի է հեշտացնում մեր գործը եւ կարծում եմ, որ դժվար է լինի, թե մինչեւ հիմա ամենայն դեպս գործի նյութերում ապացույցներ չկա։ Պարոն Մելիքյան, հենց այս համատեքստում նաև ձեր դիտարկման դատական նիստերի դահլիճում, որ ընկալման հարց է արձանագրությունը, որ դեպքում դա կարելի չդիտարկել ընկալման հարցը արձանագրությունը։ Տեսեք, մենք այստեղ հիմա այն ինչ որ ես կասեմ, վերաբերում է ոչ միայն այս նիստին, այլ առհասարակ, թե ինչպես են մեր մեղադրանքը պաշտպանող
կառույցը, տվյալ դեպքում մեկ կառույցը դատախազությունը ապացուցման գործընթացը դիտարկում։ Մենք ունենք հետևյալը. ունենք մի, այսպես ասած, իրականություն, որը տվյալ դեպքում Էդգար Ղազարյանի խոսքն է տարբեր հարթակներում։ Այդ խոսքը ոնց կա, այդպես էլ մնացել է։ Ի տարբերություն օրինակ դեպքի վայրի զննության, երբ որ քննիչը օրինակ դեպքի վայրի զննությունը անում, այդ իրականությունը փոխվում է։ Այլևս այդ նույն բանը դեպքի վայրում գոյություն չունի։ Բայց եթե իրականությունը չի փոխվել, եւ այստեղ ես ուզում եմ ասել, որ դատարանը շատ կարևոր էր, որ ինքը դրա մասին հենց խոսեց, տեսագրությունների հրապարակման մասին, մենք անպայման խոսելու ենք։ Եթե դա չի փոխվել, մեր համար ինչ նշանակություն ունի, թե ինչպես է դա անցալել քննիչը։ Քննիչը ընկալել է, քննիչը իր որոշումը կայացրել է, դատախազին է դիմել, քրեական հետապնդում է հարուցվել, ինչ է արվել, մենք դրա հետ համաձայն չենք, բայց փաստ է արձանագրում։ Մենք մեր համար առաջնային նշանակություն ունի բուն խոսքը Էդգար Ղազարյանի։ Իսկ բուն խոսք ունի համատեքստ։ Այդ համատեքստը բազմաթիվ հանգամանքներով է պայմանավորված։ Օրինակ դրանցից մեկի մասին Էդգար Ղազարյանը այսօր խոսեց։ Այն նույն օրին, երբ որ Սահմանադրական դատարանը որոշում էր հրապարակում, տեղի էր ունենում բանակցություններ։ Այդ նույն օրը այդ բանի օրն էր, իդեպ ես ուզում եի հասնել։ Այն ՄԱԿ-ի գլխավոր անձնավորը։ Բանի գրքի օրն էր, հա, այդ գրքի օրն։ Հա, այն գեղեցիկ այդ որ sense գիրքը նույն օրը։ Հա, այն որ մեծ բավականություն ստանալով այդ գրքից։ Այդ օրվա մասին է խոսքը։ Հիմա Էդգար Ղազարյանն էլ կամ որևէ այլ անձ կարող է լինել, որպես քաղաքացի, դրանից հետևություններ է անում։ Ողջամիտ են այդ հետևությունները, թե ոչ։ Հայաստանի Հանրապետության, ոչ թե մեկ այլ պետության ցեղասպանություն տեսած ժողովրդի, Թուրքիայի Օսմանյան կայսրության կողմից ցեղասպանված ժողովրդի ղեկավարը գնում է, հանդիպում է այդ պետության ղեկավարի հետ, նրա գիրքը, որտեղ որ իդեպ նաև Արցախյան պատերազմի մասին հակահայկական պարզ է, որ իրանք իրենց դիրքորոշումները պետք է ներկայացնեն, տեղեկությունները գրկում է այդ գիրքը, նկարվում է, ժպտում է, դրական էմոցիաներ է ցույց տալիս եւ այդ նույն օրը հրապարակվում է այսպիսի Սահմանադրական դատարանի որոշում։ Կա կապ, թե չկա կապ։ Ներեցեք նաև ավելացնելու համար նաև ՍԴ որոշման մեջ անդրադարձ կա նաև հայոց ցեղասպանության վերաբերյալ անկախության հռչակագրի դրույթների, որը բացարձակապես ոչ մի կապ չունի Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանային հանձնաժողովների կանոնակարգին, բայց տված մեկնաբանությունները բավականին ընդհանրություններ ունեն Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հայոց ցեղասպանության ընկալումների հետ։ Այո, այդ շատ կարևոր էր, որ մենք այսօր համարեցինք դա հետազոտված, մենք մեր եզրափակիչ ելույթում այդ հատվածները անպայման օգտագործել ենք Սահմանադրական դատարանի որոշումից, սա խոսքի ազատության հարց է կարճ ասած։ Եվ այս դատավարական հարցը, որը գուցե նաև միայն դատավարագետներին է հետաքրքրում, իրականում շատ կարևոր է բոլոր քաղաքացիների համար, դատարանների համար եւ հանրության համար, որ մենք տեսնենք սկզբն աղբյուրը, որտեվ սկզբն աղբյուրը չի փոխվել, սկզբն աղբյուրը կա, Էդգար Ղազարյանի խոսքը ինչպես կար համացանցում, այնպես էլ կա, ինչպես տասնյակ հազար դիտումներ է ունենում, այնպես էլ շարունակում է ունենալ Էդգար Ղազարյանը այն հանրային գործիչներից է, որը ունի հանրության կողմից բավական լայն ընկալում։ Եվ սա մենք շարունակում ենք դիտարկել որպես Էդգար Ղազարյանին լրացնելու փորձ։ Հաջորդ դատակ պրոֆեսիոնալիզմ պարունակում է իրանից։ Ես գործի հարուցման մեջ ավելի մեծ խնդիր տեսնում եմ քաղաքական ուղղորդվածությունը, քան պրոֆեսիոնալիզմը։ Ես ձեր հարցի կապակցությամբ մի փաստագրում անեմ։ Ուրեմն վարույթային գործողությունները ավարտվել են նոյեմբերի 14-ին, քննիչը որևէ որոշում չի կայացրել, ոչ ինձ մեղադրանք առաջադրելու միջնորդության վերաբերյալ, ոչ վկա ներգրավելու, ոչ դուրը, ոչ մի փաստաթղթերը ներկայացրել են հարգարժան պարոն դատախազին Ավետյան։ Դեկտեմբերի 2-ին ինքը հետ է վերադարձրել քննիչին, մեղադրանք կայացնելու որոշում չի կայացրել, որևէ հանձնարարություն չի տվել, այսինքն այն ինչ որևէ ապացույց այդ օրվանից հետո մինչև հիմա չի ավելացել։ Բայց նոյեմբերի 14-ին, նոյեմբերի 19-ին, դեկտեմբերի 2-ին ոչ մի որոշում չեն կայացրել, մեկ է փետրվարի 21-ից այս մարտի քնը մարտանում ու սկսում են մեղադրանք առաջադրել, խափանման միջոց կիրառել, հաջորդ օրը տանել, դա ինչ-որ ինտենսիվություն ալում, ոչ մի նոր ապացույց չառաջանալու դրամաբանական հարց առաջանում, չէ՞, բայց դուք ծանոթացել եք այն ապացույցներին, որոնք մինչև հիմա նույնն են, ծավալը նույնն է, ժամանակին, ինչի՞ այդ որոշումը չեք կայացրել, այդ որոշումը կայացրել եք 4 ամիս հետո առանց որևէ նոր իհայտ եկած հանգամանքի։ Մի փոքր ուղում եղել է մի ապացույց, դա Սահմանադրական դատարանի աշխատակազմի ղեկավարի հարցաքննությունն է եղել։ Այդ արդեն իսկ մեղադրանք առաջադրելուց հետո, բայց մինչև իսկ մեղադրանք առաջադրելը ոչ մի բան չէ։ Որը ոչ մի նոր բան բովանդակությանը չի ավելացրել, այն բոլոր տեսանյութերը, որոնց վերաբերյալ այսօր դուք լսեցիք, որոնց հղումները դուք լսեցիք եւ
շատ փոքր, մի քանի բառ Էդգար Ղազարյանի կողմից դուք լսեցիք, այսինքն կա 1 ժամ ու կես է, կա 7 րոպե, կա 10 րոպե, տարբեր տևողության են։ Պիտի որ չլի։ Հա։ Այդ բոլոր տեսանյութերը, որով որ մենք ունկնդրելու ենք դատական նիստերում, մենք այդ միջնորդությամբ հանդես գալու ենք եւ ունկնդրելու ենք, ինչ է ստացվում, որ այդ ամեն ինչը եղել է դեռ նոյեմբերին։ Այսինքն ապացուցողական առումով որևէ նոր բան չի ավելացել։ Եվ դա նույնպես նրա մասին է խոսում, ձեր հարցին են պատասխանում, որ սա ոչ միայն եւ ոչ այնքան պրոֆեսիոնալիզմի խնդիր է, որքան քաղաքական ուղղորդվածության։ Ինչ որ փուլում Էդգար Ղազարյանի գործունեության գնահատականը կարծում եմ փոխվել է։ 2024 թվականի նոյեմբերին Էդգար Ղազարյանի գործունեությունը ենթադրաբար գնահատվել է որպես ոչ այնպիսին, որ անհրաժեշտ է քրեական հետապնդման ենթարկել իշխող ուժի կարիքներից ելնելով, իսկ 2025 թվականի փետրվարին էր, չէ՞։ Փետրվարին էր։ Կարծում եմ այդ գնահատականը փոխվել է։ Իմ կարծիքով խնդիրը այստեղ է, այլ ոչ թե պրոֆեսիոնալիզմի մեջ։ Մեր քննչական մարմինից նաև սա որպես իրավաբանության դասախոս եմ ուզում ասել, երկարամյա, մեր հիմնական խնդիրը ամենևին պրոֆեսիոնալիզմը չի։ Պրոֆեսիոնալիզմ ասելով նկատի ունեմ օրենքի իմացություն, առաջի հերթին օրենքի իմացություն, իրավական գիտելիքներ եւ այլն։ Այդ առումով մեր երկիրը մեծ խնդիրներ չունի։ Մեր երկիրը շատ ավելի կարևոր հարցում ունի մեծ թերություն։ Արժեքային համակարգի առումով ունի թերություն, այն մարդկանց, ովքեր որ զբաղվում են իրավական հարցերով որոշում կայացնելով։ Եվ իմ կարծիքով լավ կլիներ հակառակը լիներ։ Արժեքներ ունեցող եւ ոչ պրոֆեսիոնալ իրավաբանը շատ ավելի լավ է, քան վատ արժեքներ ունեցող, բայց պրոֆեսիոնալ իրավաբանը։ Այս վարույթի հետ կապված երեք մի շատ ինքնատիպ խոստովանական ցուցմունք հատվել վարչապետ Նիկոլ Փաշինյանը Երևանյան դիալոգ արտաքին գործերի նախարարության կողմից կազմակերպված կոնֆերանսի ժամանակ հայտարարելով, որ եթե Հայաստանի Սահմանադրական դատարանը քննության առնի եւ որոշի, որ Հայաստանի եւ Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագիրը, որը նույնիսկ ստորագրված չի եւ գաղտնի ապահովում հանրությունից, եթե պարզվի, որ դա հակասում է Հայաստանի սահմանադրության, ապա ոչ թե չեղարկվելու է այդ համաձայնագիրը, այլ ինքը նախաձեռնելու է սահմանադրության մեջ փոփոխություններ կատարում։ Սա միջազգային իրավունքի մեջ աննախադեպ երևույթ է, որովհետեւ որպես կանոն ճիշտ հակառակն է։ Եթե համաձայնագիրը չի համապատասխանում միջազգային սահմանադրությանը, համաձայնագիրն է չեղարկվում։ Իր պարագային որոշեց, որ պիտի սահմանադրությունը չեղարկվի, որում է կապը սրա հետ, որովհետև այդ ամբողջ գործընթացը լինելու է սահմանադրական դատարանով եւ փաստորեն սահմանադրական դատարանի հանդեպ ցանկացած քննադատական խոսքը, որը արտահայտվել է իմ հրապարակային ելույթներում եւ դա ունեցել է մեծ հիմնավորվածություն, այս դատավարությունը նպատակ ունի կանխել սահմանադրական դատարանին պաշտպանել ցանկացած տիպի քննադատական խոսքից իր համար նախընտրելի որոշումներ ստանալու համար։ Վերադառնալով ձեր գործին, փաստորեն ձեր ելույթներում դուք դատողական գնահատականներ եք տվել։ Իսկ քանի որ հիմա մեղադրանքը ներկայացված է, որ տեղեկություններ եք հաղորդել, այսինքն այդ արատավոր տեղեկությունները ձեր դատողական ենթադրությունները իրանց համար իրենց գնահատման տեղեկություններ են, այսինքն իրանք ավելի լավ գիտեն։ Նախ դրանք դատողական են, այո, դրանք կարծիքներ են, դրանք կասկածներ են, որոնք ասեմ ձեզ ունեն նաև որոշակի հիմքեր, այսինքն օրինակ երբ որ ես մի քանի այսօր դատախազը ներկայացնելով իմ ելույթից հատվածներ, օրինակ պետական դավաճանության ենթադրյալ հանցանքի վերաբերյալ իմ կասկածները, որ ես արտահայտել եմ, կարծում եմ որ դատախազը պետք էր վարույթ նախաձեռներ պետական դավաճանության հոդվածով եւ ինձ ներգրավեին որպես վկա, ինձնից փորձեին պահանջել լրացուցիչ տեղեկություններ, թե ես ինչի վրա եմ հիմնված, նման կասկած հայտնում եւ նրա նման ըստեյության հաղորդում ներկայացնում հանցագոր եւ ես կունենայի դրա համար ունեմ հիմնավորումներ եւ քանի որ դա տեղի չի ունեցել մենք ստիպված ենք այդ բոլոր խնդիրներին անդրադառնալ այս դատաքննության ընթացքում երբ որ անհրաժեշտ դատավարական փուլը կա մենք կներկայացնենք միջնորդություններ եւ վարույթային գործողություններ իրականացնելու եւ վտավկաներ ներգրավելու համար որոնց տված վկայությունները որոնցով ձեռք բերված ապացույցները կարծում եմ կհաստատեն իմ ներկայացրած տեսակետների դատողությունների կարծիքների հիմնավորվածությունը Հաջորդ դատական նիստը երբ է։ Հաջորդ դատական նիստը մենք դեռ չհամաձայնեցրեցինք, ճիշտ ասած ես խնդրեցի, որ փոքր ուշ համաձայնեցնենք, որովհետև այն օրերը, որ դատարանը առաջարկեց, ես բուհում պետական հանձնաժողովի անդամ պետք է լինեմ, օրերը կճշտեմ նոր դատարանը ամեն դեպքում հունիսի երկրորդ տասնօրյակի մեջ է լինելու։ Շնորհակալություն։ Live News-ի